Ողջույն բոլորին, այսօրվա թեման my routine, իմ առօրյան կամ իմ օրակարգն է, unit 2-1-ը։ Նախ կարդանք աջ կողմում կանաչատվածում գրվածը. I can talk about my daily routine using the new vocabulary. Ես կարող եմ խոսել առօրյայի մասին, իմ առօրյայի մասին օգտագործելով նոր բառապաշարը։ Այսպես, routine այս բառը սովորաբար ունի մի քանի թարգմանություն, ամենահարմարն այս դեպքում օրակարգն է, իսկ այստեղ ունենք daily routine, սա ամենահարմար թարգմանությամբ կլինի առօրյան, այսինքն խոսելու ենք մեր առօրյայի մասին։ Առաջադրանք 1-ը, սա խոսակցական առաջադրանք է, գիտենք, որ հարցերին պետք է ունենանք անհատական պատասխաններ։ Հիմա կտամ իմ օրինակները, ըստ դրա կարող եք կազմել ձեր պատասխանները։ Այսպես, առաջին հարցը. What do you usually do in the morning and evening? Why? Ինչ եք սովորաբար անում առավոտյան և երեկոյան։ Պատասխանները տարբեր կարող են լինել, օրինակ. In the morning, I wake up, take a shower and brush my teeth. Առավոտյան ես արթնանում եմ, ցնցուղ եմ ընդունում և ատամներս եմ լվանում։ Then I get dressed and have breakfast. Հետո հագնվում եմ և նախաճաշում եմ։ In the evening, I have dinner. Երեկոյան ես ճաշում եմ, play my favorite game and go to bed. Խաղում եմ իմ սիրելի խաղը և գնում եմ քնելու։ Why? Ինչու? Because it is my daily routine. Որովհետև դա իմ առօրյան է։ Նորից պատասխանները կարող են տարբեր լինել, կախված թե դուք ինչ եք անում։ Ինչպես միշտ, բոլորը կգտնեք նկարագրության բաժնում։ Երկրորդ հարցը. How often do you change your daily activities? Որքան հաճախ եք փոխում ձեր առօրյա գործողությունները։ Why? Why not? Ինչու։ Պատասխանը կարող է լինել not very often, ոչ այնքան հաճախ, և ինչու ոչ այնքան հաճախ։ Because I am used to these activities. Որովհետև ես սովորել եմ այս գործողություններին։ Այսինքն սրանք իմ սովորություններն են։ Սրանք պարզապես օրինակներ, հիմա անցնենք առաջ։ Activity 2. Listen to the different activities, point at them and then repeat. Պետք է լսենք տարբեր գործողություններ, ցույց տանք, թե որ գործողություններն է ասվում, որ գործողությունն է ասվում, և պետք է կրկնենք։ Հիմա պարզապես յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր անգլերեն արտահայտություն կթարգմանենք, դրանից հետո արդեն պարզ կլինի, դուք ինքներդ կարող եք լսել և մատնանշել։ Այսպես, առաջինը. To wake up, արթնանալ։ To take shower, ցնցուղ ընդունել։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, որ առանց շեշտի մասնիկը to, շեշտով չենք արտասանում, չենք ասում to take, ասում ենք to take a shower։ Հաջորդը. To get dressed, հագնվել։ To brush hair, սանրել մազերը։ To brush teeth, ատամները մաքրել։ To exercise, մարմնամարզություն անել, վարժանք կատարել։ To have breakfast, նախաճաշել։ To have lunch, ճաշել, ավելի ճիշտ lunch անել, ոչ թե ճաշել, lunch անել։ To have dinner, այսա ճաշել, երեկոյանն է սա։ To go to school, կամ to go to school, գնալ դպրոց։ To go to bed, գնալ քնելու։ To go home, տուն գնալ։ Սրանք նույնպես թարգմանություններով կունենաք նկարագրության բաժնում։ Պետք է պարտադիր սովորեք, որպեսզի կարողանաք խոսել
ձեր routine-ի, ձեր առօրյայի մասին։ Անցանք առաջ։ 2-1 հոլովակի հղումը կթողնեմ նկարագրության բաժնում կամ մեկնաբանությունների բաժնում, որպեսզի կարողանաք լսել։ Լսել և կրկնել, կատարել առաջադրանքը։ Անցանք առաջ։ Activity 3. Երրորդ առաջադրանքը, նորից listening. Listen and in your copybook write the phrases in the order you hear them. Լսեք և ձեր տետրում գրեք արտահայտությունները այն կարգով, ինչպես լսում եք, այն հերթականությամբ, ինչպես լսում եք։ Սա ևս լսելու ու անմիջապես կատարելու առաջադրանք է, հետևաբար ինքն էլ ես հղումը կթողնեմ, նույն բառապաշարն է, ինչ որ քիչ առաջ արեցինք։ Պետք է պարզապես լսել և գրել։ Օրինակ, եթե ասում եք go to bed, գրում ենք go to bed։ Նույն բառապաշարը, ինչ որ քիչ առաջ արեցինք։ Լսում եք, հերթականությամբ գրում եք։ Անցանք առաջ 4-րդ առաջադրանքին։ Activity 4. Fill in the blanks with the correct words from activity 2. Լրացնում ենք բաց թողնված տեղերը նախադասությունների մեջ երկրորդ առաջադրանքի, երկրորդ առաջադրանքի արտահայտություններով, բառապաշարով։ Այսպես, հիմա բանավորանենք գրավոր տարբերակը նկարագրության բաժնում հոլովակի։ Example, օրինակ, I wake up every day at 7 in the morning to go to school. Ես արթնանում եմ ամեն օր ժամը 7-ին, առավոտյան 7-ին, որպեսզի գնամ դպրոց։ Առաջինը, they before school, so they are not hungry before classes. Նրանք դպրոցից առաջ, որպեսզի քաղցած չլինեն դասերից առաջ, հետևաբար նախաճաշ կանեն, չէ՞։ So they have breakfast before school. Have breakfast. Հաջորդը, we after school and play together. Մենք դպրոցից հետո և միասին խաղում ենք։ Գնում ենք տուն։ We go home after school. We go home. Հաջորդը, I before I go to bed. Ես քնելուց առաջ։ Նախորդ բառապաշարից ամենահարմարը have lunch, ճաշում եմ։ I have lunch before I go to bed. Հաջորդը, I at 12 o'clock. Ես ժամը 12-ին։ Սա lunch անելն է։ I have lunch at 12 o'clock. Have lunch. Հաջորդը, Aram and Theo every morning to stay healthy. Արամը և Թեոն ամեն առավոտ, որպեսզի առողջ մնան։ Առողջ մնալու համար ինչ պետք է անել առավոտյան։ Վարժանք։ So Aram and Theo exercise every morning to stay healthy. Exercise. Վերջինը, Adele and Rosie their hair every morning and night. Adele և Rosie իրենց մազերը ամեն առավոտ և երեկո։ Գիշեր։ So սա կլինի սանրել մազերը։ Adele and Rosie brush their hair every morning and night. Brush. Անցանք առաջ. Activity 5. Match two halves of the sentences and write them in your copybook. Համապատասխանեցրեք երկու մասերը նախադասությունների և գրեք տետրում։ Այստեղ ունենք 1-ից 6 սկիզբ, A to F շարունակություն, A-ից F շարունակություն։ Հիմա սկսենք առաջինից։ Miss White wakes. Եթե սովորում ենք արտահայտությունները, ուրեմն հեշտությամբ կարող ենք անել այս առաջադրանքը։ Օրիորդ White-ը արթնանում է, իսկ արթնանալ պետք է պարտադիր լինի wake up։ Հիմա մեզ ընդհանրապես պետք է գտնել նախադասություն սկսվող up-ով, նախադասության մաս սկսվող up-ով։ Ահա, scene. So, Miss White wakes up at 7 in the morning. Օրիորդ White-ն արթնանում է առավոտյան 7-ին։ Հաջորդը,
She brushes, brush-ը նշանակում էր սանրել, և ունենք she, աղջկա մասին է խոսքը, այստեղ ունենք ընդամենը մի տարբերակ, իր մազերը, her hair, հետևաբար կլինի a-ը, she brushes her hair and her teeth, նա սանրում է իր մազերը և մաքրում է ատամները, հաջորդը, she drinks, նա խմում է ինչ, պետք է գտնենք ինչ-որ խմիչք, coffee, ունենք մի հարմար տարբերակ, D-ն, coffee, she drinks coffee with some cookies, նա խմում է սուրճ թխվածքաբլիթներով, հաջորդը, she goes to, նա գնում է ուր, ինչ-որ տեղ, միակ հարմար տարբերակը աշխատանքի, work, E, she goes to work at 8 in the morning, նա գնում է աշխատանքի առավոտյան 8-ին, հաջորդը, she has, նա ունի, բայց հիշում ենք այստեղ, մի պահ հետ գնանք, այստեղ, անգլերենում նախաճաշել, լանչ անել և ճաշել, բոլոր 3 տարբերակներն են ուտելու հետ կապված, ասում ենք have buy-ով, to have breakfast, to have lunch, to have dinner, չնայած որ have-ը առանձին նշանակում է ունենալ, բառացիորեն կլինի ունենալ նախաճաշ, բայց այդպես չենք թարգմանում, նախաճաշել, լանչ անել, ճաշել, բոլոր տարբերակները սկսվում են have-ով, սա հիշելով, 5-րդը, she has, հիշում ենք, որ she դեպքում have-ը դառնում է has, he, she, it, has, և ուրեմն մեզ պետք է breakfast, lunch կամ dinner, lunch, the last one, F-ը, she has lunch at school at 12 o'clock, նա լանչ է անում դպրոցում 12-ին ժամը, և վերջինը, she goes to, B, bed, she goes to bed at 11 at night, նա գնում է քնելու երեկոյան 11-ին, սա էր այսպես, անցանք առաջ, առաջադրանք 6, listen to Rosie talk about her day and in your copybook, mark the sentences true or false, լսեք թե ինչպես է Ռոզին խոսում իր առօրյայի, իր օրվա մասին և ձեր տետրում նշեք, որ նախադասությունն է ճիշտ, true, որը սխալ, false, հիմա հերթականությամբ կլսենք, ես կթարգմանեմ ու կորոշենք ճիշտ է, թե սխալ, կարդանք օրինակը, example, she wakes up at 9 o'clock, նա արտանում է ժամը 9-ին, այստեղ տեսնում ենք սխալի նշանը, հիմա կլսենք կհասկանանք, եկեք առաջինը կարդանք նախադասությունները, որ հետո հեշտ լինի կենտրոնանալը, որն է ճիշտ, որը սխալ, առաջինը, she drinks tea for breakfast, նա թեյ է խմում նախաճաշի համար, կամ նախաճաշին նա թեյ է խմում, երկրորդը, she goes to school on a bus, նա ավտոբուսով է գնում դպրոց, երրորդը, she has lunch at 12 o'clock, նա լանչ է անում ժամը 12-ին, չորրորդը, she goes home at 2 in the afternoon, նա տուն է գնում ցերեկը 2-ին, հաջորդը, she goes to bed at 9 in the evening, նա գնում է քնելու երեկոյան 9-ին, and the last one, վերջինը, she exercises before going to sleep, նա մարմնամարզություն է անում, վարժանք է անում, քնելուց առաջ, հիմա լսենք, թարգմանենք, տեսնենք որն է ճիշտ, որը ոչ, լսենք, Listening Activity 2.3 Listen to Rosie talk about her day and, in your copybook, mark the sentences true or false. Hello, my name is Rosie. բարև, իմ անունը Ռոզի է, I am going to tell you about my day. ես կպատմեմ ձեզ իմ օրվա մասին, I wake up at 7 in the morning. ես արթնանում եմ առավոտյան 7-ին, ուրեմն տեսանք այո, օրինակը ճիշտ էր, 9-ին չի արթնանում, 7-ին է արթնանում, հետո, Before breakfast,
I exercise and take a shower. Մինչև նախաճաշը ես վարժություն եմ անում, մարմնամարզություն եմ անում եւ ցնցուղ եմ ընդունում։ I drink tea for breakfast. Նախաճաշին ես թեյ եմ խմում։ Ուրեմն երկրորդ տարբերակը ճիշտ էր։ Նշում ենք true։ Հաջորդը I go to school by car. ես գնում եմ դպրոց by car, մեքենայով։ Ուրեմն երկրորդը սխալ է, ավտոբուսով չի գնում, գնում է մեքենայով։ I have lunch at 12. Ես լանչ եմ անում 12-ին, այո, ճիշտ է նախադասությունը։ She has lunch at 12 o'clock. I go home at 3 in the afternoon. Ես գնում եմ տուն ցերեկը 3-ին։ Ուրեմն չորրորդը սխալ է։ She goes home at 3 in the afternoon, ոչ թե 2-ին։ I go to bed at 10 in the evening. Գնում եմ քնելու երեկոյան 10-ին։ Հինգերորդը եւս սխալ է։ She goes to bed at 10 in the evening, ոչ թե 9-ին։ Listening Ահա, եւ վերջ, ոչինչ չասվեց քնելուց առաջ վարժանք անելու մասին։ Հետևաբար, վերջին նախադասությունը եւս սխալ է։ She exercises before going to sleep, ոչ, she doesn't։ Այս առաջադրանքի գրավոր տարբերակը եւս կգտնեք նկարագրության բաժնում, իսկ մենք անցնենք առաջ։ Առաջադրանք 7 In your copybook, arrange the phrases in the order true to your daily routine. Ձեր տետրում դասավորեք այս արտահայտությունները ըստ ձեր առօրյայի։ Այսինքն սա պետք է անեք ինքներդ։ Ունենք նույն բառապաշարը եւ կախված թե որ գործողությունն եք դուք անում առաջինը, դրանով պետք է սկսել։ Ենթադրենք առաջինը արթնանում եմ, հետո հագնվում եմ, հետո լվանում եմ ատամներս եւ այլն։ Կախված ձեր առօրյայից պետք է ինքներդ դասավորեք ճիշտ արտահայտությունները։ Բոլորը նույն արտահայտություններն են, ինչ որ արդեն արել ենք։ Անցանք առաջ։ Առաջադրանք 8 Discuss the questions in pairs groups. Քննարկեք հարցերը զույգերով կամ խմբերով։ Սա նույն առաջադրանքն է, գրեթե ինչ որ նախորդը, պարզապես սա պետք է անեք բանավոր։ Այսինքն կախված թե ինչ եք անում դուք ձեր առօրյայում, պետք է պատասխանեք հարցերին։ Առաջին հարցը What is your typical day like? Ինչպիսին է քո սովորական առօրյան։ Կախված թե դուք ինչ եք անում, օգտագործելով այս նույն բառապաշարը, պետք է ասեք. Արթնանում եք, լվացվում եք, ցնցուղ եք ընդունում, նախաճաշում եք, գնում եք դպրոց, հաջորդը What do you do first thing in the morning? Ինչ եք անում ամենաառաջինը առավոտյան։ Why? Ինչու։ Նորից, կախված թե ինչ եք անում, պետք է ասեք բոլորը նույն բառապաշարով։ Եվ վերջինը Activity 9 9-րդ առաջադրանքը Write at least 5 sentences about your typical day. Գրեք առնվազն 5 նախադասություն ձեր առօրյայի մասին։ Օրինակ I go to school in the morning. Առավոտյան ես գնում եմ դպրոց։ Սա էլ պետք է ինքնուրույն անեք, որպես օրինակ մի քանի նախադասություն բերեմ, թեպետ նույն բառապաշարն է, ինքներդ պետք է դասավորեք։ Ներկայացնեք ձեր առօրյան։ Օրինակ I wake up in the morning and exercise. Ես արթնանում եմ առավոտյան եւ մարմնամարզություն եմ անում։ Then I take a shower and brush my teeth. Հետո ցնցուղ եմ ընդունում, ատամներս եմ լվանում։ Before school, I have breakfast. Դպրոցից առաջ, before. Ես նախաճաշում եմ։ I go to school on foot. Ես գնում եմ դպրոց ոտքով կամ on a bus, ավտոբուսով կամ by car, մեքենայով։ Սրանք կգտնեք նկարագրության բաժնում։ I go home at 2 in the afternoon. Ես տուն եմ գնում ցերեկը 2-ին։ I have dinner, then I play a little. Ես ճաշում եմ, հետո մի փոքր խաղում եմ։ I go to bed at 10 in the evening. Գնում եմ քնելու երեկոյան 10-ին։
Սրանից կարող եք ընտրել նրանք, որոնք դուք եք անում կամ ավելացնեք ավել բաներ։ Այսքանն այսօրվա համար, եթե ունեք հարցեր, խնդրեմ գրեք, սիրով կպատասխանեմ, մենք կհանդիպենք հաջորդ հոլովակի ժամանակ։ Have a good one!